Շանթի եթերը շարունակում է հեռանկարը։ Այս օրերին հանրային ուշադրության կենտրոնում քաղաքականությունն է։ Ազգային ժողովի նիստերը, իշխանություն, ընդդիմություն հարաբերությունները, արտաքին քաղաքականությունը։ Բայց դրան զուգահեռ կա մի ուրիշ իրականություն, որի մասին կարծես շատ ավելի քիչ ենք խոսում։ Փողոցում օրը ցերեկով զենքով հարցեր են լուծվում, խաղաղ պայմաններում զինվորներ են ինքնասպան լինում, իսկ օրերս Երևանի բակերից մեկում լքված նորածին երեխա են գտել։ Հենց այս իրականության շուրջ զրուցելու համար հեռանկարի տաղավարում հյուրընկալել ենք հոգեբան Խաչատուր Գասպարյանին, պարոն Գասպարյան, նախ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Գասպարյան, նման երևույթներ կարծես թե մեր իրականության մեջ առաջին անգամ չեն, որ լինում են եւ միշտ են եղել։ Բայց երբ հասարակության մեջ միաժամանակ տեսնում ենք ագրեսիա, զենքի կիրառմամբ կոնֆլիկտներ, ինքնասպանություններ, երեխաներին լքում, ատելության խոսք, նույն հասարակության տարբեր անդամներ օգտագործում են հետեւյալ ձևակերպումը. հասարակությունը կարծես խելագարվել է։ Սա պարզապես հուզական ձևակերպում է ըստ ձեզ, թե դրա տակ կարելի է տեսնել հասարակության հոգեբանական առողջության իրական խնդիր։ Գիտեք, հարցը շատ ծավալուն է, նախ շնորհակալություն հրավերի համար։ Ես ուզում եմ նշել, որ երբ որ ազգովի մենք հայտնվել ենք պարտված իրավիճակում, պարտության դիմաց ենք կանգնել, եւ միևնույն ժամանակ ապրել են կորուստներ, ինչպես երիտասարդ զինվորների, այնպես էլ Արցախի կորուստը, մինչդեռ այդ բոլոր նշածս խնդիրները ժամանակին եղել են մեր համախմբման եւ ազգային ինքնության անբաժանելի, անկախտելի մի մասը։ Այդ պարագայում մենք ի վիճակի չենք հիմա ագրեսիան նորից ուղղորդենք դեպի թշնամուն, որտեղ փոխվել է այնպիսի մի նոր իրականության մեջ ենք հայտնվել, որտեղ մեծ տերությունները փորձում են առաջարկել մեզ համերաշխություն, խաղաղություն, որտեղ այլևս չենք կարող մեր ագրեսիան ուղղորդել դեպի թշնամուն։ Այսինքն, մի կողմից թշնամու կերպարը դեռ վառ մնացել է մարդկանց կոլեկտիվ գիտակցության մեջ, մյուս կողմից կարծես աստիճանաբար փորձում են վատնել կամ մարել այն զգացումները, բացասական զգացումները եւ ագրեսիան, որը մենք երբևիցե ունեցել ենք թշնամու նկատմամբ։ Եվ այդ պարագայում շատ անգամ ագրեսիան պարփվում է հասարակության ներսում, բայց միանշանակ կապել այդ երևույթի հետ չենք կարող։ Ինչ է տեղի ունենում, ավելանում է դեստրուկտիվ վարքի ձևերը, ապակառուցողական վարքի ձևերը։ Օրինակ, կարող են ասենք շատ լինել ընտանեկան բռնության դեպքեր, կարող են շատ լինել խաղամոլություն, թմրամոլություն, ուրիշ կախյալություն ենթադրող վարքի ձևեր ավելանում են հասարակության մեջ եւ միևնույն ժամանակ այդ իրավիճակում կարող են դրսևորվել այնպիսի երևույթներ, որոնք հարիստ չեն մեր հասարակական արժեքային համակարգին։ Ինչ վերաբերվում է երեկվա այդ մեծ աղմուկ հանած երեխայի, լքված երեխայի պատմությանը, ուզում եմ նշել, որ մենք մի տխուր վիճակագրություն ունենք Հայաստանի վերաբերյալ, տարիներ առաջ, վերջին տարիներին նման վիճակագրության հետ ես չեմ առնչվել, չգիտեմ կա թե ոչ, ժամանակին կար մի հետաքրքիր այդպիսի փաստ, որ ամենաշատ հիվանդ երեխաներին լքում են Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն, եթե երեխան ծնվում է խնդրահարույց, դա կարող է լինել բազմաթիվ առողջական խնդիրներ, հենաշարժական համակարգիչ խնդիրներ, ծնողները ավելի մեծ ոնց որ առանց պատասխանատվություն զգալու ավելի հաճախ է լինում, որ նրանցից հրաժարվում են եւ երեխան մնում է հասարակության կամ պետության խնամքի ներքո։ Այդ պարագայում հիվանդանոցը, որտեղ երեխայից հրաժարվել են, ստիպված են նրան հանձնել համապատասխան։ Այս դեպքում դեռ կարծես թե երեխան որևէ խնդիր չի ունեցել։ Բայց այս պարագայում, երբ որ երեխան խնդիր չի ունեցել, մենք միանշանակ չենք կարող գնահատել։ Ուզում եմ նաև նշել, որ արտասահմանյան շատ երկրներում ընդունված է այդպիսի մի յուրահատուկ ձև կա, կոչվում է դրախտի արկղիկներ, դրախտ աղտիկներ, որտեղ եթե ընտանիքը ծնված երեխային չի ուզում պահել,
այնտեղ կա համապատասխան վայրեր են նշված, որտեղ այդ արկղերը կան։ Այնտեղ ջերմաստիճանը ստաբիլ է, այսինքն չեն երեխաներին ոչ մի վտանգ չի սպառնում եւ կարող են թողնել առանց իրենց մասին, ինքնության մասին որևէ փաստ ներկայացնելու, բայց այդ արկղերին թողնելու ժամանակ խորհուրդ է տրվում նշել երեխայի ծննդյան օրը, ամսաթիվը, որովհետեւ դա շատ կարևոր փաստ է, որ ծնողները եթե լքում են, ասենք 1 ամսական է, սովորաբար այդ արկղերը, որոնք գոյություն են արտասահմանում, նրանք խորհուրդ են տալիս մինչև 2 ամսական, բայց ուզում եմ մեր օգտվելով առիթից մեր հեռուստադիտողներին զգուշացնել, որ մեր պետության մեջ կան այդպիսի օրենքներ, որոնք թույլ են տալիս առանց ձեր անունը հայտարարելու հրաժարվել երեխայից։ Այսինքն դուք կարող եք սոցիալ նախարարության շրջանակներում գործող մինչև 5 տարեկան երեխաների մանկատուն կա հենց Երևանում։ Այսինքն պատշաճ պայմաններում գոնե դա ձևով, այո, եղել է այդպիսի մի դեպք եմ ես հիշում, երբ որ 3 տարեկան տղա երեխայից էին հրաժարվում, բայց ժամանակավոր առանց որդեգրման իրավունք տալու, դա նշանակում է, որ ընտանիքը կամ մայրը այդ պարագայում եւ նրան ուղեկցող տարիքով մի կին կար, որ չգիտեմ նրա ինչն էր, նրանք երկուսով այդպես էին խոսում, որ մեզ ժամանակավոր երեխային խնամել է պետք, որովհետեւ այս պահին մայրը չէր կարող այդ երեխայի խնամքով զբաղվել 3 տարեկան։ Եվ երբ որ ես մի քիչ սկզբում իհարկե շատ բացասական եւ հակասական ապրումներ ես ունենում այդ դրա վերաբերյալ, բայց քիչ անց, երբ որ ես մի քիչ խորամուխ եղա հարցի դրության մեջ, ինչ է պատահել, ինչու է մայրը որոշել թողնել, պարզվեց, որ նա կորցրել է ամուսնուն, որ նրանք ապրում են շրջանում, որ ունի 2 ուրիշ երեխաներ, որոնք նույնպես անչափահաս են, եւ եթե ինքը այս 3 տարեկան երեխային պահելու կամ խնամելու պատճառով մնա տանը, մյուս երեխաներին չի կարող կերակրել, որովհետեւ իրենք ի վիճակի չէին, ամուսինը մահացել է, այլևս որևէ միջոցներ բարեկեցության, այսինքն նյութական որևէ աղբյուր չկա։ Ուրեմն այդ պարագայում նրանք հրաժարվում էին եւ առաջարկում էին մինչեւ 2 տարվա խնամքը հանձնել ընտանիքին։ Ուզում եմ ասել, որ մինչեւ կանխատեսումներ անելը, ես նաեւ ուզում եմ ասել քիչ առաջ ես կապվեցի բժշկի հետ, ով որ զբաղվում է տվյալ երեխայի, երեկվա երեխայի խնամքով, եւ նա ինձ բացատրեց, որ վիճակը երեխայի շատ ստաբիլ վիճակում է, երեխան եւ կա որոշակի դրական դինամիկա, որը լավ լուր է մեր հեռուստադիտողների եւ որտեւ ամբողջ հասարակությունը կարծես ջանում էր օգտակար լինել այդ երեխային եւ սա ինձ թվում է շատ լավ լուր է։ Ու գիտեք, տպավորություն կա, որ նաև մեր հասարակության շրջանում, երբ ասում եմ մեր հասարակություն, բնականաբար ինձ եւ ձեզ չեմ տարանջատում այդ հասարակությունից, որովհետեւ մեզանից յուրաքանչյուրը այդ հասարակության անդամ ենք։ Մենք բոլորս կարծես թե տարվում ենք այդ լուրով 1 օր, 2 օր, 3 օր եւ վերջ։ Քիչ հետո մոռացության ենք ընտրվում։ Դե այդպես է ամբողջ լրատվական դաշտը այդպես է աշխատում։ Մեր հասարակության մեջ այնքան շատ սոցիալական եւ հոգեբանական բնույթի հիվանդություններ կան։ Նույն սոցիալական ցանցերում գրառումներ, բոլորը համախմբվում են եւ մի քանի օր հետո ինչ եղավ, այլևս չկա այդ հարցը։ Գիտեք, մենք այդպիսի մի ազգային ինքնություն ունենք, որտեղ երեխան իսկապես արժեք է մեր համար։ Շատ ուրիշ երկրներում են երեխաները արժեքներ, բայց այդ երկրներում զուգահեռ երեխային նաեւ դրվում է նյութականը որպես կարևոր արժեք։ Մեր հասարակությունում ես ուզում եմ հավատալ, որ երեխան ավելի բարձր արժեք է, քան թե նյութականը, եւ մենք տեսնում ենք ընտանիքները ինչպիսի զողողությունների են գնում հանուն իրենց երեխաների, դա եւս մի փաստ է։ Բայց այստեղ մի կարևոր հանգամանք կա, որ մեզանում այնքան սոցիալ-հոգեբանական բնույթի հիվանդություններ կան, որ միայն այդ դեպքը վերցնել եւ ընդհանրացնել, որ դա իսկապես լավ է, որ հասարակությունը այսպիսի արձագանք ունեցավ, բայց նաև սա մտածելու տեղիք է տալիս, որ այդ կոնկրետ դեպքում մայրը երեխայի կամ ով որ նախաձեռնել է այս պատմությունը, ինքը տեղյակ չի եղել, որ նույն հաջողությամբ նա կարող է երեխայի խնամքը հանձնել պետությանը առանց իր անունը նշելու։ Այսինքն միանշանակ չէ, որ եւ չպետք է միանգամից առաջին իսկ վարքյանից դատապարտել այս կամ այն մարդուն, ծնողին, ծնողներին կամ հարազատներին։ Մանրամասները հոգեբանները զգուշ են նման դեպքերում եւ ավելի հեշտ է դատապարտելը։
պարզ է, որ դա մեզանում այդքան էլ ընդունելի չէ երեխային հրաժարվելը, բայց միևնույն ժամանակ մենք չգիտենք տվյալ կոնկրետ դեպքում ինչ մանրամասներ կան, որոնք են այդ տվյալ ընտանիքի ողբերգությունը որն է, ինչու է նա որոշել ազատվել երեխայից եւ այդ ճանապարհով։ Միգուցե դա երեխա է, որը արտամուսնական կապերից է ծնվել եւ չէին կարող հայտարարել, բազմաթիվ տարբերակներ կան։ Բայց կա նաև այդ ամեն ինչը պատշաճ տարբերակով անելու հանգամանք։ Այո, բայց ես ուզում եի օգտվելով ձեր այս ընձեռած հնարավորությունից հայտարարել բոլորին, որ մեր պետությունը ստեղծել է օրենսդրական դաշտ, որի շնորհիվ մենք կարող ենք երեխայից հրաժարվել առանց մեր ինքնությունը փաստելու, առանց մեր մասին հստակ դա գաղտնիության շրջանակներում է եւ կարող է ձեր երեխան հայտնվել ապահով ձեռքերում։ Երկու տարբերակ կա, մեկը այն է, որ մենք հրաժարվում ենք երեխային որդեգրման իրավունք տալով, այսինքն մեկ ուրիշը, որը ցանկանում է երեխա որդեգրել, կարող է ձեր երեխային որդեգրել եւ ապրել նրա հետ ծնողավարությամբ, իսկ մյուս տարբերակը կա, որ կարող ենք հրաժարվել առանց որդեգրման իրավունքի, դա ենթադրում է, որ որոշ ժամանակ հետո մենք գնալու ենք երեխային հետ վերցնել։ Ամբողջությամբ չկենտրոնանալու միայն այս թեմայի վրա, այո, պարոն Գասպարյան, տեսեք, մենք պատերազմ տեսած երկիր ենք, պատերազմներ տեսած երկիր ենք եւ մենք գիտենք, որ պատերազմի ժամանակ բոլորը մեր զինվորի կողքին ենք, բոլորը զինվորի մասին են խոսում եւ այլն եւ այլն։ Ու գալիս է մի պահ, երբ այլևս պատերազմ չկա եւ խաղաղ պայմաններում նաեւ ինքնասպանության դեպքեր են լինում։ Ու նաեւ կան գնահատականներ, որ այդ ամեն ինչը պետք է մինչև բանակ գնալը վերահսկվի, դաստիարակվի եւ այլն եւ այլն։ Կա այստեղ միանշանակ գնահատական, թե նման դեպքերից խուսափելու համար որտեղ պետք է սլաքներն ուղղել։ Պետք է սպաներին, ծնողներին դպրոց որտեղից սկսել։ Շատ նորից ծավալուն հարց է սա, պետք է նշել, որ աշխարհի բոլոր բանակներում կան ինքնասպանության դեպքեր եւ Հայաստանի բանակում ինքնասպանությունների թիվը ամենաբարձրը չէ։ Ժամանակին բարձր ինքնասպանությունների թիվերը Իսրայելում, բայց այնտեղ հոգեբանական ծառայությունները ավելացրեցին եւ դրա շնորհիվ մոտավորապես 57%-ով անկում ապրեց ինքնասպանությունների թիվը իսրայելական բանակում։ Ինչի՞ եմ իսրայելական բանակի հետ համեմատում, որովհետեւ մի տեսակ միշտ ընդհանուր զուգահեռներ են անցկացնում մեր Իսրայելի պետության հետ, բայց աշխարհի բոլոր բանակներում ինքնասպանություններ կան։ Ինքնասպանության կանխարգելման խնդիրը ինքը եւ հասարակության, եւ ընտանիքի, եւ դպրոցի, եւ իհարկե բանակի հարցն է։ Առաջին հերթին, եթե արդեն զինծառայողը հայտնվել է բանակային միջավայրում, այստեղ գեր զգոնության շրջապատում պետք է զգուշ լինեն, որովհետեւ մինչև ինքնասպանություն գործելը, ինքնասպանություն կատարող մարդիկ բավականին շատ հաղորդագրություններ են փոխանցում, ուղղակի կամ անուղղակի ձևով։ Օրինակ ես փորձաքննություն էի կատարում մի դեպքի հետ կապված, որտեղ այդ զինծառայողը ասել էր իր համածառայակիցներին, որ նախ նվիրել էր իր համար կարևոր դետալներ, որ ինքը օգտագործում է ամենօրյա կյանքում, ասելով, որ դա այլևս ինձ պետք չի։ Հետո ասել էր, որ մի քանի օրից իմ խնդիրները բոլորը լուծված կլինեն։ Այդպիսի զգացողությունը, որ նա ունեցել է այդ հայտարարությունները, խոսում են դրա մասին, որ նա փնտրել է մարդ, որը կփորձեր իրեն նեցուկ լինել, հասկանար։ Բայց սրա համար բանակում պետք է ավելացնել ինքնասպանության վերաբերյալ գերզգոնության դասընթացներ եւ սպայական անձնակազմի եւ հատկապես զինվորական հոգեբանների եւ հոգեվոր առաջնորդների, որոնք հոգեվոր գործիչների երեցները, որոնք աշխատում են բանակում, եւ իհարկե զինծառայողներին պետք է զինել որոշակի փոքր գործիքներով, որ նման դեպքերում նրանք անտարբեր չլինեն։ Որպես կանոն, երբ որ ես բազմաթիվ փորձաքննություններ եմ արել բանակում տեղի ունեցած ինքնասպանություններից հետո, հետմահու փորձաքննություն հոգեբանական։ Երբ որ նայում ենք, այնտեղ նախադրյալներ կան, որ կարելի էր կանխել, բայց չի կանխվել տարբեր պատճառներով։ Մի կողմից հասարակությունից բանակ է թափանցում որոշակի սովորություններ, որտեղ հեղինակությունները կարևոր են, ոչ թե բանակային կանոնակարգային հարաբերություններ են, այլ ոչ կանոնակարգային հարաբերություններ, որտեղ փողոցային բարքերը թափանցում են բանակ եւ այդ փողոցային բարքերով սկսում են ճնշել մարդկանց, փորձում են գտնել թույլերին, ովքեր որ ի վիճակի չեն հարմարվելու այս նոր
բանակային կյանքին եւ որպես կանոն նրանք այդ դեպքերում նրանցից մի մասը կարող է ունենալ ինքնասպանության միտք, իսկ մի մասն էլ յուրաքանչյուր ինքնասպանությունը բաժին են կրում 8-ից 10 ինքնասպանության փորձ։ Նրանք կարող են զգուշությամբ դա կատարել, որպեսզի հրավիրեն ուշադրությունը։ Այնպես որ բանակային զորամասերում կան հոգեբաններ, նրանք լուրջ աշխատանք են տանում, որտեղ մենք նրանց հետ շատ հենց ինքնասպանության կանխարգելման ծրագրեր ենք իրականացրել։ Այսօր պատերազմի հաջորդ տարվա ընթացքում ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում ինքնասպանությունների թիվը կտրուկ աճել էր։ Սա վիճակագրական առումով, բայց վերջին տարին եւ այս տարի, եթե նայենք առաջին 8 ամիսների ստատիստիկան, ինքը նախկինի համեմատ ավելի քիչ է։ Եվ ձեր հարցը ամփոփելու համար շատ կարևոր է եւ ընտանիքները ուշադիր լինեն այլ հեռախոսազանգերի ժամանակ, որտեղ ինչ է ասում զինծառայողը։ Համածառայակիցները զգուշ լինեն, որպեսզի նեղ վիճակում հայտնված մարդը հանկարծ նման որոշում չկայացնի։ Եվ իհարկե սպայական անձնակազմը շատ կարևոր եւ հոգեբանական ծառայությունը շատ կարևոր դեր ունի կանխարգելելու այդպիսի դեպքերը։ Առիթից օգտվելով, քանի որ արդեն մեր հարցազրույցի եզրափակիչ հատվածում ենք, հակիրճ պարոն Գասպարյան, մենք այսպես նաև խոսեցինք պատերազմ, խաղաղություն, այդ համատեքստում շատ է հիմա նաև խոսվում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համատեքստում երկու երկրների ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, երկու երկրների ժողովուրդները պետք է սկսեն միմյանց հետ ապրել, առևտուր անել, այսինքն մոռանան այդ պատերազմական իրավիճակները եւ այլն եւ այլն։ Բայց մյուս կողմից մենք ունենք 30 տարվա, ավելի քան 30 տարվա պատերազմ, կոնֆլիկտ, հետկոնֆլիկտային իրավիճակ եւ այլն եւ այլն։ Այդ այսպիսի իրավիճակում ու մթնոլորտում հեշտ է գնալ նման քայլերի։ Իհարկե հեշտ չէ, ձեր հարցը արդեն ունի իր պատասխանը, եթե մի բառով ասեմ, ոչ, դժվար է։ Միևնույն ժամանակ հարկավոր է նշել, որ անհրաժեշտ է սերնդափոխություն, որտեղ այս պարագայում մի քանի սերունդներ իրենց մեջ կրում են պատերազմի դառը հետևանքները։ Բայց միևնույն ժամանակ ես կուզենայի մեր հասարակության ուշադրությունը հրավիրել նրա վրա, որ ժամանակին, երբ որ մենք հաղթանակած էինք 26 տարի շարունակ, մենք գտնվում էինք նույն վիճակում, որի մեջ այսօր հայտնվել է Ադրբեջանը։ Մենք գրավել էինք շրջաններ, մենք հաղթանակած էինք, բայց մեր հաղթանակի պտուղները մենք չկարողացանք վերածել քաղաքական կապիտալի, որով կարողանանք այնպիսի բանակցություններ վարել, որ Արցախը այնուամենայնիվ պահենք հայկական։ Եվ սա իհարկե բազմաշերտ խնդիրներ ունի։ Առաջին հերթին խաղաղության ճանապարհի դեպի խաղաղություն գնացող ճանապարհի իհարկե ժամանակը կարևոր դերակատարում ունի, նաև հասարակության անվտանգային, իսկ անվտանգությունը դրա մեջ մտնում է եւ պատերազմական խաղաղության համետ վստահություն, եւ սոցիալ-հոգեբանական առումով հոգեկան առողջության նկատմամբ վստահություն, եւ զինատեսակների առումով վստահություն, որ դու իմանաս, որ երկիրը պաշտպանունակ է, դա կարող է որոշակի վստահության երաշխիք լինել հայ ժողովրդի համար։ Ուրեմն ճանապարհը, որը գնում է դեպի խաղաղություն, անցնում է անվտանգային հարցերի լուծմամբ, համապարփակ անվտանգային հարցեր պետք է կարգավորվեն եւ պարտված հոգեբանությամբ, որտեղ ժամանակ առ ժամանակ հարևան պետության ղեկավարը հայտարարություններ է անում, որոնք հարիր չեն խաղաղության ճանապարհ ընտրած ղեկավարի, կամ ասենք պահվում են մարդիկ բանտերում, որոնք մեծ մասը կարող է ոչ մի առնչություն չունեն քաղաքականության հետ, իրենք փորձում են դա դարձնել քաղաքական թեմա եւ միգուցե դա արվում է հետագայում նորից ինչ որ ձևով այդ ոնց որ վաճառելու Հայաստանի եւ աշխարհի պետությունների վրա, բայց մի բան հստակ է, որ այդ խաղաղության ամրապնդման համար մեզ անհրաժեշտ են երաշխիքներ, որով եթե մենք երաշխիք ունենանք անվտանգության, այդ ճանապարհը ավելի կհեշտանա։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Հեռանկարում հոգեբան Խաչատուր Գասպարյանն էր։